Այդ ամեն դեպքում ինչ եք ակնկալում դուք։ Միմիայն մեզ համար, հայերիս համար միմիայն բացասական արդյունք, հետևանքներ ավելի ճիշտ։ Մենք հիմա այդ բացասական հետևանքների նախապատրաստական աշխատանքներին ենք ականատես լինում բոլորս միասին, մարդկանց ապօրինաբար բերման են ենթարկում, ձերբակալում են, իբր թե քրեական դատավարության օրենսգրքում գոյություն չունեցող բացատրական կանխարգելիչ աշխատանքների համար, բայց իրականում դրանք խորքում հակաօրինական, ահաբեկչական բնույթ են կրում, մարդկանց պարզապես փորձում են վախեցնել, ահաբեկել։ Ես պարզապես մի ուղերձ ունեմ բոլորին, որ չի աշխատելու այդ ահաբեկչական գործիքը, որը իրենք հիմա կիրարկում են, չի աշխատելու ոչ այն անձանց նկատմամբ, ում փորձում են ահաբեկել եւ հակաօրինական գործողությունների ընդդիմում նկատմամբ եւ այն բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր դեռևս ազատության մեջ են, չի աշխատելու այդ մուրճը, ահաբեկչական գործիքը, որ իրենք հիմա կիրարկում են, իրենց դեմ է պատտվելու, այնպես որ ես ուղղակի տոկունություն, համբերություն եւ վճռականություն եմ մաղթում բոլորիս այս հերթական ահաբեկչական ալիքին դիմակայելու համար։ Շնորհակալ եմ։ Մենք նաև անընդհատ լուրեր ենք ստանում մեր հակառակորդի, թշնամի հակառակորդի լրատվական աղբյուրներից, իրենք պարզապես հրճվանքի մեջ են, որովհետև իրենց համար սա հերթական հաղթանակն է, հերթական հաղթանակը, երբ այստեղ իրենց որակմամբ ռևանշիստները, ովքեր դեռևս պայքարում են եւ շարունակում են դիմադրությունը, իրենք հետապնդումների են ենթարկվում եւ սա պարզապես զուգադիպություն չէ։ Ես ուզում եմ, որ նաեւ այս հանգամանքը բոլորի համար հստակ լինի, որ սա զուգադիպություն չէ, սա նախապես ծրագրված եւ հերթական ահաբեկչական գործողությունն է հայ ժողովրդի եւ հայկական պետականության դեմ։ Հասկանալի է, Շնորհակալ եմ։